Ընդամենը շաբաթներ առաջ կառավարությունը հայտարարեց մատչելի բնակարաններ պետական ծառայողներին ծրագրի երկրորդ փուլի մասին։ Հիշեցնեմ, սա սոցիալական ծրագիր է, որը նախատեսված է պետական ծառայողների համար։ Կառավարությունը խոստացել էր, որ կլինի երկրորդ փուլ, եթե ձևավորվի պահանջարկ։ Եվ ահա այն կա եւ եւս 170 պետական ծառայողի ծրագրի երկրորդ փուլը բնակարանատեր կդարձնի։ Արմինե Մինասյանը ծրագրի պայմանների մասին։ Հիմա մենք կմտնենք մեր բնակարանը, կտեսնենք, սա մեր բնակարանն է, ունենք փոքրիկ բալիկ, արդեն պատկերացնում ենք մոտապես որտեղ է լինելու այստեղ խաղահրապարակը, որտեղ է ինքը խաղալու, ինձ թվում է շատ լավ է լինելու։ Աննան կառավարության աշխատակազմի լրատվական վարչության առաջատար մասնագետ է։ Հիմա ֆիզարցակուրտում է ծանրաբեռնված հաճելի հոգսերով։ Մեծացնում է որդուն դժվարությամբ կորզած ազատ ժամերին էլ ամուսնու հետ պտտվում խանութներում իրենց նոր բնակարանին հարմար կահույք եւ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Երիտասարդ մայրիկը անհամբերությամբ սպասում է օրվան, երբ կստանձնի նաեւ երիտասարդ տանտիկնոջ հաճելի պարտականությունը։ Այստեղ խոհանոցն է լինելու։ Հիմա ապրում ենք ամուսնուս հետ իր ծնողների հետ, իհարկե համերաշխ ենք ապրում, բայց անհամբեր սպասում ենք մեր բնակարանին, որպեսզի երեքով ես ամուսինս եւ բալիկս տեղափոխվենք։ Բնակարանների առքովաճառքի շուկան վաղուց էին ուսումնասիրում, հարմար առաջարկ չէին գտնում։ Շարունակում էին փնտրել, երբ անսպասելի հնարավորություն ընձեռվեց։ Կառավարությունը հայտարարեց մատչելի բնակարաններ պետական ծառայողներին ծրագրի մասին։ Աննան միացավ ծրագրին ու հիմա Ադոնց փողոցի վրա գտնվող Երազ թաղամասում իրենց բնակարանը պատրաստ է, ներքին հարդարման աշխատանքներն էլ գրեթե ավարտված։ Անհամբեր սպասում են նորամուտի, որը չի բացառվում նշեն սպասվածից վաղ։ Երազ թաղամասի դեռ կիսակառույց ընդհանուր պատկերն է հարևան շենքերը կամրջող հարթակից։ 42 մետր բարձրության վրա ենք, այստեղից շինարարության պատկերն ավելի հստակ է երևում։ 2014-ի օգոստոսից մեկնարկած մատչելի բնակարաններ պետական ծառայողներին ծրագրով այսօր նորաստեղծ թաղամասում վեր է խոյանում բազմաբնակարանային առաջին մեծ համալիրը։ 8-ից 10 հարկանի 7 տուֆակերտ բարձրահարկեր եւ 1 կցաշենք, որն ամենայն հավանականությամբ ուսումնական կենտրոն կլինի։ Շինարարական աշխատանքները կարելի է ասել ամփոփիչ փուլում են, ներքին հարդարման ու մնացյալ աշխատանքները ընթացքում։ Բակային հատվածներով եւս արդեն աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, ոնց նկատում եք։ Ու ժամկետների մեջ տեղավորվում ենք, այսինքն 17 թվականի մարտ, որը որ վերջնաժամկետն էր շինարարական աշխատանքների, հասցնում ենք ժամանակացույցով ու երևի թե ոնց որ ասել էի, ավելի շուտ էլ կհասնենք։ Երազ անունով թաղամասում բնակապահովման պետական ծրագիրը բնակարանատեր դարձրեց 266 ընտանիքի։ Ծրագրի պայմանները շուկայական առաջարկից անհամեմատ տարբեր էին շահեկան նախ եւ առաջ վարկավորման տեսանկյունից։ Վարկատուն Արշինբանկն է, որը Երազի ապագա բնակիչներին հիփոթեկային վարկ տրամադրեց 10% տոկոսադրույքով առավելագույնը 20 տարի մարման ժամկետով։ Կանխավճարի նվազագույն չափը կազմեց բնակարանի արժեքի 7.5%-ը, 1 մետր քառակուսու գինն էլ գնահատվեց 310,000 դրամ։ Ավելի ուշ եկամտային հարկում արված փոփոխությամբ նորակառույցների տերերին հնարավորություն ընձեռվեց փոխարած հիփոթեկային վարկի տոկոսագումարները մարել իրենց աշխատավարձերի եկամտահարկի հաշվին։ Եվ այսպես մինչև մյուս տարվա մարտ չի բացառվում, որ նույնիսկ մինչև այս տարեվերջ ծրագրում ընդգրկված պետական ոլորտի աշխատողներն արդեն վերանորոգված իրենց բնակարաններում նորամուտ կտոնեն։ Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո քաղաքաշինության նախարարությունը մոնիթորինգ իրականացրեց, ճշտելու որքանով էր ծրագիրն արդյունավետ եւ նպատակահարմար է արդյոք այն շարունակելը։ Արձագանքները չուշացան։ Շուրջ 750 հայտ ստացվեց կրկին բոլոր պետական մարմիններից, ցանկացողներ եղան եւ որոշվեց ընթացնել նոր երկրորդ ծրագրին։ Երկրորդ ծրագիրը մեկնարկեց այս տարվա փետրվարին 182 կառավարության որոշմամբ, լինելու է նոր կառուցվող շենքում 170 բնակարան։ Սա արդեն Ադոնցի 6/1-ի հարևանությամբ գտնվող 6-ի 2-ն է։ Երազ թաղամասում պետծառայողների համար կառուցվելիք մատչելի բնակարաններին նոր հասցեն։ Այս օրերին շինության հիմքերի վրա են աշխատում։ Շինարարական աշխատանքները մի քիչ ավելի շուտ էինք սկսել, քան կառավարության որոշումը,
Ինչի արդյունքում հույս ունենք, որ այս շենքը եւս էլի ժամկետների շուտ կվերջացնենք ու ավելի շուտ կհանձնենք շահագործման։ Երկրորդ փուլի մեկնարկը տրված է ավարտի համար կառավարությունը ժամկետ է սահմանել 2018-ի դեկտեմբերը։ Ծրագրի կարևոր կետերը պահպանվել են նաև նոր փուլում, սկսած վարկավորման պայմաններից, արժեքներից մինչև կառուցապատողի հանձնառությունը, կառուցել կանաչապատ բակեր, տանիքներ, խաղահրապարակներ եւ 1 տարով բնակիչներին զերծ պահել սպասարկման վճարներից։ Առաջին 1 տարին սպասարկումը շենքերում, այս բազմաբնակարան շենքերում իրականացվելու է անվճար ու իրականացվելու է մաքսիմալ ստեղծելու միջավայր հարմարավետությամբ։ Դա կլինի կանաչապատումը, դա կլինի լուսավորությունը, խաղահրապարակները, դա կլինի շքամուտքերում լուսավորությունը, մաքրությունը, վերելակները։ Հիմնական պայմանները պահպանելով երկրորդ փուլում մի քանի փոփոխություններ ամեն դեպքում կան, դրանք էլ բխում են մասնակիցների շահերից։ Օրինակ քառակուսի մետրի արժեքում կառուցապատողի հետ սակարկելու հնարավորություն է ընձեռվել։ Նորամուծություն են տարել այս երկրորդ ծրագրում, առաջարկում ենք նաև բնակարաններ, որոնք առանց ներքին հարդարման են լինելու, դրա մեկ քառակուսի արժեքը լինելու է 285,000 դրամ։ Խմբագրումներ են արվել նաև որոշ պահանջներում, օրինակ հանվել է մասնակցության հավակնողների համար 6 ամսվա աշխատանքային պարտադիր ստաժի պայմանը։ Բոլոր պետական ծառայողները իրավունք ունեն մասնակցել եւ դիմեն որպես շահառու ներառվելու այս ծրագրում, անկախ նրանց աշխատած ժամանակահատվածից եւ պաշտոնից։ Երկրորդ փուլում նույնն է մնացել նաև յուրաքանչյուր բնակարանի հետ պարտադիր 1 ավտոկայանատեղի ձեռք բերելու պահանջը, որի արժեքը եղել է եւ մնում է 1,950,000 դրամ։ Ծրագրին մասնակցելու կարգը, պայմանների ավելի մանրամասն նկարագրությունը հասանելի է Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում։ Եվ մեկ ավելացում, շահառուները կընտրվեն վիճակահանությամբ, նախապես դրա համար վճարելով 400,000 դրամ։ Վիճակահանությունը անցածների դեպքում այդ 400,000-ը հետագայում կուղղվի կանխավճարի մարմանը, իսկ նրանք, ովքեր վիճակահանությունը ձախողել են, նրանց այդ գումարը ետ կվերադարձվի։